70-ամյա Գագիկ Ղազարյանը դեռ չի պատկերացնում, որ պետության կարիքների համար իրեն վտարելու են Բուզանդի 10 հասցեի տնից, որտեղ ապրել է ամբողջ կյանքը։ Շատ դժվար բան է, որ հանկարծ ինձ ասեն արքես գումար տան գնական բան, ինչի գնա։ Եթե հին Երևան ես ուզում, այս պահի հին տները չեք քանդում։ Կառավարության երեկվա որոշմամբ Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով բարփակված հատվածը ճանաչվել է հանրային գերակաշահ։ Մեկ տարվա ընթացքում պետք է ավարտվի օտարման գործընթացը։ Տարածքում պետք է իրականություն դառնա հին Երևան նախագիծը։ Մի փոքր ճաշակ ունեցող մարդը հասկանում է, որ այդ բարձրահարկ շենքերի արանքում ուրեմն ցածրահարկ հին Երևանը սա լինելու է ինչ որ բուտաֆորիայի նման մի բան։ Սա չի լինելու լուրջ, միջավայրը չի պահպանվում։ Բնակիչները կարծում են, որ իրենց վտարում են ոչ թե հանուն պետության կարիքների, այլ ինչ որ անձանց բիզնեսի համար։ Եթե ուզում են հյուրանոց սարքեմ, ես էլ կարամ հյուրանոց սարքեմ, ես էլ կարամ ռեստորան սարքեմ, ամեն ինչ էլ պատրաստ եմ։ Ճակատը թողասեն ինչ արձան են ուզում, արձան կդնենք։ Ասում են ընդհանուր մեկ կառուցողա լինելու, դուք տեղ չունեք այնտեղ, մեծ ծրագիր է, հարյուրավոր միլիոնների։ Տարածքը ձեռք բերած EMC ընկերությունը իր դիմումում նշել է, որ տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուր, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների։ Սա կիսախարխուն չի, ոչ էլ հրդեհարա, նորմալ տունա, քարի տունա, ուղղակի ես չեմ նորոգե, որովհետեւ 81 թվից սա ուզում էին քանդեին, ըստ անտակ ինչ որ գծերա կամ հին թունելները ես չգիտեմ։ Արամի փողոցում գտնվող այս տունը Աշոտ Նազարյանի գործարար պապը կառուցել է 1930 թվականին։ Մենք ունեցել ենք լիմոնադի գործարան, Արմենիա հյուրանոցի տեղը։ Կառավարության որոշմամբ իր սեփական բիզնեսից եւ տարածքից կզրկվի նաեւ Արմեն Հասրացյանը։ Դեռ 2013 թվականին կայացված որոշմամբ Աբովյան, Պուշկին, Սախարով հրապարակների եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ ձեռք բերողը Local Developers ընկերությունն է, իդեմս Սամվել Մարիապետյանի։ Ավելի շուտ նման է բիզնես շահի։ Ինչու ես պետք է իմ բիզնեսը փոխանցեմ մեկ այլ մարդ։ Իրացման գոտու բնակչին 61 քառակուսի մետր տարածքի համար որպես փոխհատուցում առաջարկել են 41 միլիոն 600 հազար դրամ։ Շուկայական վերլուծությունը ցույց է տվել, որ այսպիսի գներով Երևանի փոքր կենտրոնում չես կարող ձեռք բերել հասարակական օբյեկտ։ Գները 3-ից 4 անգամ ավելի են։ Արմեն Հասրատյանը որոշել է ոչ մի դեպքում չի հանձնելու տարածքը։